Դուք ժողովրդավարությունը սարքել եք ձեր բրենդը, բայց ամեն օր պատերին եք ծեփում, գետնին եք փռում ու վրան ասֆալտ տալով փռելով առաջ գնում։ Սա է ձեր իրական սարքած ժողովրդավարության բաստիոնը։ Տեսել եք, չէ՞, հետևել եք, չէ՞, թե ինչ արագությամբ են ճաքում ու քանդվում ձեր նոր սարքած փռած ասֆալտները։ Գիտեք ինչու։ Որովհետև իրական ժողովրդավարությունը չի կարող ասֆալտի տակ մնալ։ Նա կամաց դուրս է գալու ասֆալտի տակից, բարձրանալու եւ ապտակելու է իրեն այնտեղ պահողին։ Դուք միայն ձեր ընտրյալներին չեք խաբում, դուք խաբում եք միջազգային կառույցներին։ Օրենք եք ընդունել ԵՄ-ին միանալու գործընթացի մեկնարկը սկսելու մասին եւ ամեն օր խախտում եք կոպենհագենյան չափանիշներն ապահովելու ձեր խոստումները։ Ասում եք, թե դուք ընտրություն չեք կեղծում։ Դուք ավելի վատ բան եք անում, դուք անտեսում եք ընտրության արդյունքները։ Դուք բոլորից լավ գիտեք, որ ընտրություններում հաղթելու շանս այլևս չունեք։ Հույսները դրել եք վարչական ռեսուրսի վրա, մարդկանց նոր ստերով կերակրելու համար թեմաներ գտնելու վրա, ձեր դեմ պայքարողների նկատմամբ քրեական գործեր կարելու վրա։ Դուք շատ լավ հասկանում եք, որ ժողովուրդն այլևս ձեզ չի հավատում, որ ժողովուրդը ասֆալտը չի գերադասում հայրենիքից։ Խոսում եք խաղաղությունից, բայց իրականում պատերազմի վտանգով վախեցնում եք ժողովրդին, որպեսզի թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջը երկիրը կտոր իրենց հանձնելը իրականացնեք Թումանյանի Չարի վերջի հերոս կկվի նման, բայց Չարի վերջը միշտ գալիս է, դու սևագրավ, ինչքան էլ զգուշ լինես, Չարի համար թե վաղ թե ուշ էդ է պահված, Աստված վկա։